Բարև ձեզ հարազատներս, դուրս եմ եկել թե ես վայել եմ, վերջապես արև ունենք, մի քիչ պատմեմ մեր երկրից, բան ասեմ մեր երկրի քաղաքական վիճակից, մի քիչ իմ չամուսնանալուց խոսեմ, ինչքան խոսում եմ այս չամուսնանալուց ու երկրից, հասկանում եմ, որ մեծ կապ կա իմ չամուսնանալու ու այս երկրի բարգավաճման մեջ, բոլորիս ընտրություններից է կախված մեր երկրի բարգավաճումը, ոչ միայն իմ։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն մեր երկրի բնակչությունը բաժանել են երկու մասի։ Մի մասին անվանում են ժեղ, այն մարդկանց, ովքեր սատարում են ներկայ իշխանություններին, անվանում են ժեղ։ Ներկայ իշխանություններն էլ Նիկոլ Փաշինյանը որպես ներկայ իշխանությունների ներկայացուցիչ, որ հավասարակշռություն լինի երևի երկրում, այն մարդկանց, ովքեր իրեն չեն սատարում, անվանեց շունշանգյալ։ Այնպես որ երկու խումբ ունենք, ժեղ եւ շունշանգյալ։ Մեկ էլ ունենք անտարբերներ, դա էլ ասեմ անտարբերները ավելի վատն են, քան ժեղերն ու շունշանգյալները։ Շունշանգյալները ապրիլի 24-ին գնացին Եղեռնի այդ ծիծեռնակաբերդ։ Ժեղերն էլ ապրիլի 25-ին խորոված պիտի ուտեն։ Այսինքն լավ կազմակերպվել ենք, բաժանվել ենք, թուրքերս էս չէին կարա երևի, այս անկազմակերպ երկրում, երբ որ թուրքերին պետք է լինում, մենք sense լավ կազմակերպվում ենք։ Փաստորեն պոտենցիալ ունենք կազմակերպվելու։ Ուրեմն, բայց ես դե երևի պատկերացնում եք, որ ես շունշանգյալների մեջ եմ, ու բայց միանգամից չեմ այստեղ եկել, պիտի իմանաք, որ անտարբերներից բարձրացել եմ ժեղ ու նոր հետո բարձրացել մինչև շունշանգյալներ։ Սա երկար ճանապարհ է ու դա հոգևոր զարգացման արդյունք է։ Ու պիտի պատմեմ էլի հետաքրքիր պատմություն, այս պատմությունը շատ եմ պատմել իմ կյանքիս մեջ, որ ինձ ծանոթության հարթակից, ինտերնետ on-line այդ ծանոթության հարթակից հեռացրել են։ Ուրեմն երևի սրանից 15 տարի առաջ պատմել եմ արդեն, որ բոլոր ծանոթներս ինձ փորձում էին ծանոթացնել իրենց ծանոթների բարեկամների հետ, չէր ստացվում, զարմիկ քույրերիցս մեկը ինտերնետում մի հատ տղայի հետ շփվելուց է լինում, ինձ էլ ասում է, որ շատ լավ տղաներ կան, անպայման մտնում եմ, գրանցվում եմ, բայց երևի ես հենց բնականից այդ ինչին ասում է ջիղը չունեմ այդ ամուսնանալու։ Իհարկե մտնում էի այդ հարթակ, ովքեր ինձ նամակ էին գրել, պատասխանում էի, բայց քանի որ էլ անելիք չունեի, բան էի անում, ֆորումներին էի մասնակցում, փոխկա ֆորումներ կային ու հայր իրար հետ շփվում էին, ավելի շատ իրար հետ կռվում էին, մի մասը որ ինչի եք գնում Թուրքիա հանգստանալու, թուրքերը այդ տարիներն էր, որ թուրքերը ձեր հանգստյան գումարներով զենք են առնում, մեզ կոտորում, Եղեռնից են խոսում, ես էլ քանի որ միշտ իմացել եմ, որ իմ կարծիքը շատ հեղինակավոր է, ես անպայման պետք է իմ կարծիքը արտահայտացնեմ, մտնում եմ այդ ֆորումներ ու ինչ եք այդքան Եղեռն անում, զզվացրեցիք 100 տարվա պատմությունը, մի քիչ ուսում մնացեք, այս ժողովրդին անընդհատ կոտորում են։ Այդ ոճով ես ելույթներ եմ ունենում, ինձ ադմինիստրատորները այդ Armenia Online-ի հեռացնում են ծանոթության հարթակից։ Այդ որ հիմա ալիբի ունեմ, որ ասում են ինչ չես ամուսնացել, ասում են դե չեն ուզել, բա չէի կամ ինտերնետում, դե ինտերնետել եմ մտել, հեռացրել են ինտերնետից։ Ու քանի որ ժեղերի մակարդակին էի, որ մեր պատմությունը ուրանանք, Արցախը մոռանանք, ճանապարհները բացենք, էժան բենզին առնենք, Սյունիքը հանձնենք, որ լավ ապրենք։ Դրանից հետո 2018 թվականը եկավ, հիմա Facebook-ը ինձ անընդհատ ասֆալտին երեսս կպցնում է, որովհետև խանդավառ պոստեր ունեմ, որ դեմոկրատական երկիր ենք վերջապես դառնում, այս ապրելու ենք, հաղթելու ենք, եսի մինչեր։ Հետո գալիս է 2020 թվականը, երբ որ տեսնում եմ տղաները գնացին իրենց կյանքը զոհեցին մեր երկրի համար, իսկ ես ոչ մի բան չեմ արել, ու ես տենց հոգևոր աճ եմ ունենում, որ ժեղից դառնում եմ շունշանգյալ, որ այն մարդիկ են, ովքեր իրենց կյանքն էլ չեն ափսոսում, որ այս երկիրը երկիր լինի, Հայաստանը հայինը լինի, ամուր լինի, ոչ մի բան չհանձնենք, քանի որ մենք չենք այս ամեն ինչը ձեռք բերել։ Ուրիշ բան էս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը ձեռք բերած լինի, ասենք լավ դե ինքն է գրավել այս երկիրը, թող ինչ ուզում է անի։ Բայց դուք ոչ մի լումա չունեք ներդրած այս երկրի բարգավաճման մեջ, հանձնելուց, պարտվելուց, բացի ոչ մի բան չունեք։ Ու սենց
խորոված ուտելով հանձնում են։ Լավ։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, սա հոգևոր աճի արդյունք է։ Համոզված եմ, որ էլի աստիճաններ կան հոգևոր աճի, որոնք դեռ ինձ համար բացված չեն։ Հուսամ արջևովս էլի կգնան մարդիկ, ովքեր կբացեն, ցույց կտան, որ աճելու տեղեր շատ ունենք։ Կարող մարդիկ լինեն 100 տարի ապրեն, ես էլ չիմանան իրանք որտեղ են, որ մասում են, ինչ են ընտրում։ Կարծում եմ այսքանը մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։